Ֆրանսիայում հայերը երաժշտական մարդկանց համբավ ունեն։ Բնական է, չէ՞ որ Ֆրանսիայում բոլորը գիտեն, որ Շարլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սիլվի Վարդանը հայեր են եղել։ Բայց նրանց աստեղային ժամը դեռ անցած դարում էր, իսկ այսօր պարզվում է Ազնավուրի ու Լեգրանի գործը շարունակողներ կան։ Գրեգորի Բակյան, ֆրանսիահայ երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործարար, ավտոմրցարշավորդ։ Գրեգորի, ինչ գիտեք ձեր նախնիների մասին, որտեղացի էին։ Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հայրիկիս կողմից հայ եմ և շատ եմ կարևորում հայկական ինքնությունս։ Պապիկս շատ էր ինձ հետ խոսում մեր ծագման և հայրենիքի մասին։ Հայաստանը շատ է ինձ ոգեշնչել, ստեղծագործելիս, այն միշտ կարևոր դեր է խաղացել ինձ համար։ Արևմտյան Հայաստանի ո՞ր նահանգից են գաղթել, երբ են տեղափոխվել Ֆրանսիա նախնիները։ Մարաշից, տատիկս և պապիկս եկան Մարսել անցած դարի սկզբին։ Պապիկս արհեստավոր էր, ձեռքի աշխատանք էր անում, տատիկս էլ դաստիարակում էր հայրիկիս և ընտանիքի մնացած 4 երեխաներին։ Մեծ ընտանիք են ունեցել։ Իսկ արվեստի հանդեպ ինչ-որ հատուկ վերաբերմունք ընտանիքում եղել է։ Չեմ կարծում, երբ նրանք Ֆրանսիայում կարողացան գտնել իրենց տեղը, սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ բարդ ժամանակներում տատիկիս և պապիկիս համար առաջնահերթ էր գումար վաստակելը և երեխաներին լավ կրթությամբ ապահովելը։ Անընդհատ աշխատում էին, որպեսզի սեղանին հաց լիներ։ Չեմ կարծում, որ այդ պայմաններում արվեստի համար ժամանակ էին ունենում։ Բայց մեր տանը հաճախ էր երաժշտություն հնչում, քանի որ մշակույթը շատ կարևոր է հայերի համար։ Տատիկի, պապիկի տանը հայկական երաժշտություն լսել էիք։ Այո, մեկ-մեկ։ Մի քանի լավ հիշողություններ ունեմ դրա հետ կապված, բայց իմ հարազատներից ոչ մեկը չէր երգում։ Այնպես ստացվեց, որ ես առաջինն էի ընտանիքիս մեջ, ով երաժշտությամբ զբաղվեց։ Իսկ դուք քանի տարեկանում սկսեցիք երաժշտությամբ զբաղվել։ 12-13 տարեկանից ամեն ինչ սկսվեց տանը իմ սենյակում երգելուց։ Ձայնս շատ յուրահատուկ էր դեռահասի համար։ Հետո արդեն քայլ առ քայլ սկսեցի աշխատել ձայնիս վրա, պարապելով վոկալի ուսուցչի մոտ։ Այդպես երաժշտությունը դարձավ իմ մասնագիտությունը։ Պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, եթե չեմ սխալվում, Փարիզում ստացաք, չէ՞։ Այո, սովորել եմ Փարիզում և աշխարհի ամենալավ վոկալի մասնագետներից մեկի, իմ մաեստրո Ժան-Պիեր Բլիվետի մոտ։ Կոնսերվատորիայում դասական վոկալի դասեր էի առնում։ Մշակում էի ձայնս, որ մաքուր տենոր լինի։ Մինչև հիմա շարունակում եմ ձայնս մշակել։ 20 տարեկան էի, երբ որպես պրոֆեսիոնալ երգիչ ստորագրեցի իմ առաջին պայմանագիրը։ Գրեգորի Բակյանը առաջին քայլերը շոու բիզնեսում սկսել էր անել 2002 թվականին, երբ հանդես եկավ «Սա իմ ընտրությունն է» կոչվող հեռուստատեսային շոուում։ Ամիսներ անց նա հաղթեց Grants the Star հեռուստամրցույթում։ Դրանից հետո որոշեց կատարելագործել իր ձայնային տվյալները Փարիզի վոկալի ու բեմական արվեստի դպրոցում։ 2004 թվականի հուլիսին մեր հայրենակիցը հաղթող ճանաչվեց Սենտ Զախարիի երգի փառատոնում։ 2010 թվականին նա հիմնեց սեփական ստուդիան, լեյբլը կոչվեց Seya Records։ 2021 թվականին երաժիշտը հայտարարեց, որ հանդես է գալու բեմական Բակյան անվամբ։ Բակյանի երգերը 100 հազարավոր դիտումներ են հավաքում YouTube-ում։ Նրա տեսահոլովակները ցուցադրվում են Եվրոպայի առաջատար երաժշտական հեռուստաալիքների եթերում։ 2022 թվականին նրա «Տար ամեն ինչ» երգը դասվեց Եկարդ չարտի լավագույն 100 երգերի շարքին։ Բակյանը զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։
Նա ստեղծել է Artisport Production ընկերությունը, որը մասնագիտանում է սկսնակ արտիստների առաջխաղացումը ապահովելու հարցում, եւ Artisport Consulting խորհրդատվական գործակալությունը, որը կենտրոնացած է սպորտի ու արվեստի միջոցառումների կազմակերպման վրա։ Հիմա Գրեգորի Բակյանը շարունակում է իր համերգային տուրը նվիրված նոր Disarme ալբոմի թողարկմանը։ Համերգաշրջանի գագաթնակետը կդառնա Փարիզի Օլիմպիա հայտնի սրահում մեծ համերգը, որը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 5-ին։ Je serai l'ombre de moi-même, ma main de ta main séparée. Ճիշտ եմ հասկանում, որ ի սկզբանե դուք սովորում եք որպես օպերային երգիչ, հա, եւ ձեր կարիերան ի սկզբանե պատկերացնում եք դասական երաժշտական ոճում։ Yes, my formation is. Այո, դասական երաժշտություն եմ սովորել, բայց այժմ ստեղծագործում եմ փոփ ոճի մեջ։ Ինչու ընտրեցի փոփ երաժշտությունը, որովհետև դրա միջոցով կարող եմ ավելի անկաշկանդ խոսել լսարանիս եւ երկրպագուներիս հետ կոնկրետ թեմաներից։ Ինձ համար շատ կարեւոր է երաժշտության միջոցով հաղորդակցվել եւ լսարանի հետ կապ հաստատելը։ Դասական երաժշտության դեպքում դրա հնարավորությունը սահմանափակ է։ Պուչինիի, Վերդի, Մոցարտի, Դոնիցետի երաժշտությունը իհարկե հիանալի է, սակայն այն խոսում է նույն բաների մասին, իսկ փոփ երաժշտության թեմաները անսահմանափակ են։ Փոփ երաժշտությունում հեշտացնում է շատ կարիերան հեռուստատեսային այդ վոկալ շոուների մասնակցությունը։ Կարծեմ դուք էլ եք հենց հեռուստատեսային շոուներից հայտնի դարձել, չէ՞։ Yes, not exactly. Ինչ որ իմաստով գուցե որոշակի հայտնիություն ձեռք բերեցի դեռ 20 տարի առաջ Grand Star երաժշտական մրցույթին մասնակցելուց հետո, բայց չեմ կարծում, որ այն շատ էր ազդել իմ երաժշտական կարիերայի վրա։ Բավականին բարդ ճանապարհ եմ անցել, որի ընթացքում քայլ առ քայլ զարգացել եմ։ Իմ կարիերայի առաջին քայլերը շատ եմ նմանեցնում Շարլ Ազնավուրի անցած ճանապարհին։ 20 տարի առաջ ես նրա պես հայտնվեցի Փարիզում եւ լրիվ մենակ առանց ընտանիքի կամ այլ մեկի աջակցության փորձում էի մտնել այս ասպարեզ։ Ինչպես ասում են, այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։ Կյանքիս ընթացքում այդպես է եղել եւ լավ փորձ է ինձ բերել։ Իսկ ձեր ծնողները ո՞նց էին վերաբերվում ձեր ընտրությանը։ My parents what in the first time. Ոչ լավ էին վերաբերվում, ոչ վատ։ Որոշ անվստահություն կար, մտահոգություն։ Ես մեծ ջանքեր էի գործադրում ընտրությունս արդարացնելու համար։ Համառության շնորհիվ կարողացա հարազատներիս ապացուցել, որ երաժշտությունը կարող է իմ մասնագիտությունը լինել, այլ ոչ թե պարզապես հոբբի։ Ի վերջո նրանք ընդունեցին իմ ընտրությունը։ Ասեմ ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև իմ որդին էլ է փորձում երգչի կարիերա սկսել։ Եվ ես փորձում եմ հասկանալ որպես ծնող ինչպիսի որոշումը իմ դեպքում ճիշտ կլինի։ Ինչ խորհուրդ կտաք ինձ, օգնեմ նրան թե խանգարեմ։ Yes, no, it's not easy. It's not easy. It's very Երաժշտությունը իսկապես հեշտ աշխատանք չէ։ Երաժշտական բիզնեսը այս արդյունաբերությունը շատերին է կոտրում, բայց եթե երեխան ունի վճռականություն եւ կիրք երաժշտության հանդեպ, շատ կարեւոր է նրան տալ դրանով զբաղվելու հնարավորություն։ Ուղղակի ձայնային տվյալներ ունենալը լավ է, բայց բավական չէ հաջողության հասնելու համար։ Պետք է ունենալ նաեւ նվիրվածություն եւ անդադար պայքարելու ցանկություն։ Առաջնայինը դա է։ Եթե ձեր որդին դա ունի, մի խանգարեք նրան, օգնեք, կստացվի։ Դուք երաժշտությունը անվանեցիք ինդուստրիա, արդյունաբերություն, այսինքն բավական չէ լինել լավ երաժիշտ, լավ երգիչ, պետք է պարտադիր լինես նաև լավ բիզնեսմեն հաջողության հասնելու համար։ No, it's essentially the businessman. It's good. Իհարկե լավ է, եթե երաժիշտը տիրապետում է բիզնեսմենի հմտություններին, կարողանում է ինքը իրեն ճիշտ մատուցել, որ իր արվեստը ավելի պահանջված լինի։ Երաժշտությունը իսկապես հիմա արդյունաբերություն է։ Արտիստը բովանդակություն է ապահովում ու նրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք պահանջարկ կունենա։ Հետևաբար գործարարի ջիղը արտիստի համար իսկապես կարևոր է։ Բայց ամենակարևոր հատկությունը, որ պետք է ունենա երաժիշտը, դա կարիերայի, թռիչքների ու վայրեջքների ժամանակ իր էմոցիոնալ վիճակի կարգավորման ունակությունն է։ Ժամանակակից երաժիշտը հաջողության համար նաև պետք է հավանաբար տիրապետի այդ նորագույն համակարգչային, ինտերնետային գործիքներին, հա, որովհետև եթե առաջ
սկավառակներ էին թողարկում եւ վաճառում, վաճառքից էր գոյանում շահույթը։ Հիմա բոլոր երաժիշտները կախված են ինտերնետից եւ ինտերնետում նրանց առաջխաղացման հեռանկարներից։ Yes, it's very exactly. Ճիշտ այդպես, ժամանակակից երաժշտության ոլորտում շոու բիզնեսում նորագույն տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում, բայց պարտադիր չէ, որ արտիստը անձամբ այդ ամենով զբաղվի։ Այժմ մեր բնագավառում ինքնուրույն զարգացող արտիստի առաջխաղացումը բավականին բարդ է, քանի որ շատ անելիքներ են ընկնում նրա ուսերին։ Պետք է գրես երաժշտությունը, երգի խոսքերը, ընթացքում շատ բաներ պլանավորես, մեդիայի հետ կապը պահպանես եւ այլն։ Հաջողության հասնելու համար պետք է մասնագետների լավ թիմ, ու այդ մասնագետները պետք է տիրապետեն թվային գործիքներին, տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին, արտիստի առաջխաղացումը ապահովելու համար, առանց դրա իսկապես դժվար է։ Գրեգորի, ոնց հասկանում եմ, ձեր կյանքում, կարիերայում շրջադարձային դարձավ Շարլ Ազնավուրի հետ հանդիպումը։ Ճիշտ է, որ նա իր երգերից մեկը կամ նույնիսկ մի քանիսը նվիրել էր ձեզ եւ այն կատարելու իրավունք էր տվել։ Yes, it was Այո, այդպես է, Շարլ Ազնավուրի հետ հանդիպումը կյանքիս ամենալավ հիշողություններից է։ Նա ինձ նվիրել է իր երգերից 3-ը։ Դրանցից վերջինը այս պահին մշակման փուլում է։ Այդ որ երգներ մի հատ կհիշեցնեք։ It's one you needed song. Դրանցից մեկը պատանեկություն երգն է։ Գիտեք այդ երգը։ C'est l'âge fou qui brûle en nous après l'enfance. Le cœur est prêt à proclamer l'état d'urgence et à vivre un rêve immense. L'adolescence. L'adolescence, yes, it's one. Շարլ Ազնավուրի հետ անցկացրած ժամանակը շատ հիշարժան է ինձ համար։ Հպարտ եմ, որ նրա հետ համաեղինակած երգ ունեմ։ Միասին ենք երաժշտությունը գրել։ Other songs. Այսինքն այդպես ինչպես, այսինքն համահեղինակ եք երգի, թե ինքը փոխանցել էր ձեզ իրավունքը, դուք այն վերամշակել եք։ Yes, on two songs, Mr. Charles. Պարոն Ազնավուրը ինձ առաջարկել էր իր երկու երգերը, իսկ մեկ ուրիշ հրաշալի երգ, որը կոչվում է Փետուրների կույտ, մենք նրա հետ միասին գրեցինք։ Այն շուտով կթողարկեմ։ Դուք համագործակցել եք նաև հայկական ծագում ունեցող այլ հայտնի արտիստների հետ։ Ում հետ եք օրինակ աշխատել ավելի արդյունավետ։ Yes, I'm invited. Այո, ստացվել է այնպես, որ ես բազմաթիվ հայերի հետ եմ հանդես եկել։ Ինձ դուր է գալիս աշխատել հայրենակիցների հետ։ Parce que vivre c'est lutter. Je resterai à tes côtés. Laissant la passion envahir ton cœur. Իր ողջ ստեղծագործական կարիերայի ընթացքում Գրեգորի Բակյանը մշտապես համագործակցել է հայերի հետ։ Նրա առաջի սինգլի պրոդյուսերներն էին Անդրե ու Պատրիկ Ամպարծումյանները։ Շարլ Ազնավուրի հետ ծանոթությունը Բակյանի կյանքում կարևորագույն հանգրվան դարձավ։ Մեծ շանսոնիեն առաջարկեց նրան կատարել իր ստեղծած L'Adolescence երգը։ 2017 թվականին այդ երգի կատարման համար երգիչը մրցանակի արժանացավ Armenian Europe Music Award առաջին եվրոպական հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում։ Բակյանին ստեղծագործական հարցերում աջակցել են նաև Ազնավուրի որդիները Միշան ու Նիկոլան։ Գրեգորին ակտիվորեն համագործակցում է Ազնավուրը Հայաստանի համար ասոցիացիայի հետ, մասնակցելով կազմակերպվող միջոցառումներին։ Բակյանը հանդես է եկել բազմաթիվ հայ երաժիշտների հետ։ Նա երգել է մի բեմում Պատրիկ Ֆյորիի հետ, որի իսկական ազգանունը Շուշանյան է։ Նազուկ երգեր է կատարել Էլեն Սեգարայի հետ, որի մոր ազգանունը Կասպարյան է։ Աշխատել է նաև հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հետ։ 2018 թվականին Գրեգորի Բակյանը մասնակցել է Ֆրանսիայում հայկական տարվա մշակութային սպորտային միջոցառումներին։ 2 անգամ եղել է Հայաստանում համերգներով։ On m'a trop donné, bien avant l'envie. J'ai oublié les rêves et les merci. Toutes ces choses qui avaient un prix. Ils font l'envie de vivre et le désir et le plaisir aussi. Qu'on me donne l'envie d'avoir envie. Qu'on allume ma vie.
Երբևէ մտածել եք հայկական երգեր եւս կատարել։ Yes, I hope one day when Այո, հայկական երգեր կատարելու նպատակ ունեմ։ Շատ կուզեի երգ գրել եւ նվիրել այն իմ պատմական հայրենիքին։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Գուցե մի օր անեմ դա, երբ լինեն դրա իրականացման համար բոլոր պայմանները։ Այ երբ հաջորդ անգամ գամ Հայաստան, հուսով եմ կկատարեմ մի երգ հայերեն։ 2 անգամ եղել եմ Հայաստանում, վերջին անգամ 2025 թվականի մայիսին, առաջին անգամ 6 տարի առաջ։ Ինձ համար շատ կարևոր եւ հուզական ճանապարհորդություն էր։ Հրաշալի եւ շատ հաճելի փորձ էր։ Ինձ նախնիներիս հայրենիքում շատ լավ էին ընդունել։ Աշնանը Փարիզի աշխարհահռչակ Օլիմպիա համերգասերահում մեծ համերգ եմ ունենալու։ Հիմա ողջ իմ ուշադրությունը այդ համերգի նախապատրաստմանն է ուղղված։ Այ երբ համերգը կայանա, կարողանամ այլ բաների մասին մտածել։ Այդ թվում նաեւ հայկական երգեր կատարելու ու հայերեն երգեր գրելու մասին։ Մենք խոսեցինք ձեր երաժշտական կարիերայի մասին, բայց դուք մինչ երաժիշտ դառնալը նաև բավական հաջող սպորտային կարիերա եք անում եւ ավտոմրցարշավորդ եք բավական հաջողակ ժամանակին, հա? Պատմեք այդ մասին, կյանքի այդ մասին եւս։ Yes, with pleasure. Yeah, I understand that. Yes, before. Այո, երաժշտությամբ զբաղվելուց առաջ տարված էի ավտոմրցարշավային սպորտով։ 4 անգամ մասնակցել եմ Ֆրանսիայում անցկացվող գո-կարտինգի առաջնությանը։ Սակայն այս սպորտով զբաղվելիս պետք է ունենալ կամ սեփական միջոցներ, կամ հովանավորի աջակցություն, ինչը ինձ մոտ բացակայում էր։ Ցավոք ստիպված էի դադարեցնել այս զբաղմունքը, բայց կյանքիս այդ փուլի հետ կապված շատ լավ հիշողություններ ունեմ։ Ավտոմրցարշավով զբաղվելը նաև լավ փորձ էր ինձ համար, որը կիրառել էր կյանքի մյուս փուլերի ընթացքում։ Գրեգորի Բակյանը ավտոմրցարշավորդի կարիերան սկսել էր դեռ մանկության տարիներին։ 15 տարեկանում դարձել էր Պրովանս նահանգի չեմպիոն կարտինգում, իսկ 2001-ից 2004 թվականների ընթացքում 3 անգամ դարձել է Ֆրանսիայի առաջնության եզրափակչի մասնակից։ Այդ շրջանում նա ծանոթացել էր Ֆորմուլա 3-ի չեմպիոն Ժուլ Բյանկիին ու Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն Ժակ Վիլնյովին, որոնք դարձել էին նրա մենթորները։ 2004 թվականին ստորագրել էր պայմանագիր Ֆորմուլա 4-ի BMW-ի թիմի հետ, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չկարողացավ շարունակել կարիերան։ Ավտոմրցարշավային սպորտի թեման Բակյանը հաճախ արծարծում է նաև իր երաժշտության մեջ։ 2012 թվականին ավտոմրցարշավորդների մասին երգ էր ձայնագրել։ Երգի տեսահոլովակը նկարահանվել էր Պոլ Ռիկար ավտոդրոմում։ 2013-ին Գրեգորի Բակյանը կրկին նստել էր մրցարշավային ավտոմեքենայի ղեկին, այս անգամ արդեն բարեգործական նպատակով։ Նա հաղթել էր Fun Cup ավտոմրցարշավում մրցանակի ողջ շահույթը փոխանցելով Հաշմանդամ երեխաների հիմնադրամին։ Բայց որպես տիրողական սպորտում շարունակում եք ինքնադրսևորվել, մեքենա վարելիս ավտոտեսուչների հետ ձեր հարաբերությունները ինչպես են, հաճախ եք խախտում արագության նորմերը։ No, I'm very cool on the. Ոչ, հիմա ես շատ հանգիստ եմ մեքենավարում։ 10-15 տարի առաջ սիրում էի արագություն զարգացնել։ 3 անգամ հիշում եմ խնդիրներ էին առաջացել ճանապարհային ոստիկանության հետ։ Բայց հիմա արդեն այդպես չեմ անում։ Մեքենավարելիս կարևոր է զգոն լինել եւ հետեւել կանոններին, քանի որ ճանապարհը մրցարշավային ուղու պես մեկ ավարտուն գիծ չէ, եւ քանի որ շուրջդ ուրիշ մարդիկ կան, որոնց անվտանգության մասին պետք է մտածել։ Վերադառնանք երաժշտության։ Հետաքրքիր է, որ կարիերայի ինչ-որ փուլում դուք որոշեցիք, որ պետք է ավելի արդյունավետ կլինի կարիերան, եթե կեղծանուն վերցնեք։ Եվ հայկական արմատներ ունեցող այլ երաժիշտները որոշ երկրներում սովորաբար ազգանունից են հրաժարվում, անունն են պահպանում։ Դուք արեցիք ճիշտ հակառակը։ Անունից հրաժարվեցիք, ազգանունը պահպանեցիք։ Ինչով էր դա պայմանավորված։ On n'utilise plus le prénom maintenant, yes. Այո, անունս Գրեգորի Բակյան է, սակայն որպես ստեղծագործական կեղծանուն ընտրել եմ միայն Բակյան բառը։ Ինձ համար կարևոր է պահպանել իրական ազգանունս։
Այ ազգանվան վերջավորությունը Ֆրանսիայում երաժիշտների չի խանգարում, ոնց հասկանում եմ։ Ի տարբերություն որոշ այլ երկրների։ Yes, it's my choice. Այս դեպքում ազգանունս պահպանելը իմ որոշումն էր։ Որոշ մարդկանց այն դուր է գալիս, որոշներին ոչ, բայց ինձ համար միևնույնն է նրանց կարծիքը։ Ես համոզմունքներ ունեցող եւ դրանց վճռականորեն հետևող մարդ եմ։ Ազգանվանս Յանը պահպանելը ինձ համար շատ կարևոր հարց էր, քանի որ Հայաստանը իմ կյանքի մի մասն է։ Հայաստանի դրոշի գույները միշտ իմ սրտի եւ արյան մեջ են։ Պապիկս ինձ շատ է պատմել Հայաստանի մասին։ Գիտեմ ինչ տառապանքների միջով է անցել իմ երկիրը եւ ազգը։ Այդ պատճառով ինձ համար կարևոր է Ֆրանսիայում լինել ազգանվան Յան վերջավորություն ունեցող մարդկանց դեսպանը։ Գրեգորի, դե իսկապես դուք ապրում եք Մոնակոյում, երգում եք ֆրանսերեն, մենք խոսում ենք անգլերեն, բայց միևնույն է դուք հայ եք եւ այդ ձեր օրինակը, որ կարելի է հակառակ ամեն ինչի հայ մնալ, իսկապես ոգևորում է կարծում եմ շատերին։ Շնորհակալ եմ։ Thank you. Գրեգորի, մի ավանդական նվեր ունեմ, այս անամոր կոչվող գինին Մանուկյան ընկերությունը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Այ գալիք համերգի հաջող ավարտը այս գինով նշեք։ Thank you so much. Thank you.